Աշոտ Խանոյան 26 տարեկան 57 կիլոգրամ 32 առողջ ատամներով։ Ամիսներ հետո համեստ սևուկ երիտասարդը քաշի կիլոգրամի եւ առողջ ատամների հաշվին կմտնի Գինեսի ռեկորդների գրքում։ Աշոտը ատամներով բարձրացնում է ձեռքի տակ ընկածը իր քաշից 20 անգամ ավելին։ 6-րդ դասարանն էի դպրոցում։ Դից աթոռները բարձացրի առաջ անգամ։ Ու հետաքրքրեց էլի։ Դե այդքան բան կարամ անեմ։ Հետո սեղան էի բարձրացնում։ Հարսանիքների ժամանակ տենց տորտը հանում պարասնում էի սեղանով։ Ապագա ռեկորդակիրը խորհուրդ է տալիս չկրկնել իր սխրանքը։ Ատամները ծանր իրեր բարձրացնում են դեռ մանկությունից։ Մի 18 կիլո կար էլի այդ աթոռը, բարձրացրել եմ մի ժամ 10 րոպե պահել եմ։ Սկսում է սկզբից, առաջին փորձությանը պատրաստ է 40 կիլոգրամ։ Առանց ժամանակ կորցնելու կրկնապատկում է կիլոգրամներն ու անցնում գործի։ Ոչ մի ատամնաբույժ, գիտնական ու սպորտսմեն չի կարողանում բացատրել Աշոտի ֆենոմենը։ Բնատուր ատամների ամրությունը մասնագետների կողմից դեռևս բացահայտված չէ։ Մասը շատ խորն է էլի, արմատներդ հնարավոր չի բուժել։ Նու ոչ թե ադամայի խնդիր էր, հենց այն է, չունեմ ադամայի խնդիր, փառք Աստծո։ Աշխատեմ ընդհանրապես չունենամ։ Մինչև Աշոտի անունը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում, նա ատամների ուժը ծառայեցնում է նաև գումար աշխատելուն։ Մեկին մեկ հաղթում է ընկերական տղայական գրազները, 1 րոպեում տեղը դնում իր ատամների ուժի վրա կասկածողներին։ Մի 4 անգամ, որից մեկը եղել է ջիպը քաշելը, գումարայինը $1000։ Ատամներն ուժեղ են, ստամոքսն անձեռմխելի, երկուսը միասին զարմանք ու շոկ։ Եղել է հարսանիքի ժամանակ, բաժակ եմ կերել, մատ փոքր երեխա կար, պապա էս երեխան, բաժակ ուտում ասավ, բալա ջան փախի էս երեխան ասավ, մարդ եք ուտի։ Մարդ ուտելու փորձեր առայժմ չի արել, հետևաբար չի կարող ասել կստացվի թե ոչ, դրա փոխարեն իր հետ է ռեկորդը գերազանցելու պարանը։ Ծնունդով ջավախքցի Աշոտը գործի բերումով հաճախ է լինում Երևանում։ Ատամների ամրությունը նա միայն ծննդավայրի հետ է կապում։ Հետևաբար սպորտին ու ջավախքին նվիրված ռեպն իրեն ոչ միայն ուժ է տալիս, այլև հաջողություն բերում։ 26-ամյա Աշոտ Խանոյանի աչքից չեն վրիպում նաև աթոռները, վրան նստելու փոխարեն բարձրացնում է։ Բարձրացնելուց հետո աթոռի վրա թողնում Ժանիքի հետքը։ 57 կիլոգրամից մի գրամ ոչ պակաս եւ ոչ ավել, նույն այս քաշով պիտի ամիսներ հետո Հայաստանի ու ջավախքի պատիվը ատամներով պահի։ Արտակ Վարդանյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։